Մանրամասներ Էրեբունիում հնչած կրակոցների գործով ամռան-լրատվականին հասած տեղեկությունների համաձայն աղմկահարույց կրակոցներից մեկ շաբաթ առաջ կրակոցների կազմակերպիչները կռիվ ու հայհոյանքներ են հնչեցրել։ Իսկ վիճաբանության հայհոյանքների հացը եղել է բիզնեսում առաջացած անհամաձայնությունը, բիզնեսը չկիսելը ու վրեժ պահելը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն միջադեպի կազմակերպիչների կլանը հասնում է Կոտայքի մարզ։ Ավելին, միջադեպի բուն կրակոցները առավել խորքային պատճառներ ունեն։ Միջադեպի հետ առնչություն ունեցողները արտերկրում բիզնես են իրականացնում, մասնավորապես ծխախոտի սև շուկայի մեջ են ներգրաված ու այլ անձանց բիզնեսում հայտնվելը խիստ ծանր են տարել ու սկսվել են հաշիվներ մաքրել միմյանց հետ։ Արդյունքում բանը հասել է Էրեբունիում աղմկահարույց կրակոցներին։ Քրեական վարույթի շրջանակներում անգամ կին կա հարձակվված։ Իսկ այս պահին կալանավորվածը աղմկահարույց կրակոցների պարագլուխներից մեկն է Արմեն Օհանյանը։ Երեկ հայտնել էին, որ Էրեբունիում հնչած կրակոցների գործով իրավապահները հարձակքնել են 30-ից ավելի անձանց, հայտնել էին, որ 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել եւ ներկայացվել է դատարան կալանավորելու նպատակով, առայժմ նրանցից կալանավորված է միայն Արմեն Օհանյանը։ Էրեբունիում 30-ից ավելի կրակոցների հետևանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է, վերջինս հենց Էրեբունի վարչակարգ շրջանի բնակիչ է, ավելին հայտնել էին, որ կրակոցների հետևանքով վիրավորվածը 15-ամյա Գ Մարգարյանն է։ Հուլիսի 18-ին կրակոցների դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որը բարեբախտաբար չէր պայթել։ Ներքին գործերի նախարարությունը եւս պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել, նշելով, որ ներքին գործերի նախարարությունը հուլիսի 18-ին ժամը 21:18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացել Մայրաքաղաքի Մուրացան փողոցում տեղ ունեցած միջադեպի վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել էր D։ Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։